հաջողության համար։ Երիտասարդ օրգանիզմը դեպլեովի պատրաստ չէ մայրանալու, եւ դա կարող է առաջացնել լուրջ խնդիրներ։ Բժշկական տվյալներից ցույց են տալիս, որ վաղ տարիքում հղիությունը մեծացնում է բարձրությունների ռիսկը, ինչպես նոր, այնպես էլ երեխայի համար։ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը համագործակցելով ուժեղացնելով Արևելյան հարևանության կայունությունը ծրագրի հետ իրականացնում է դիմակայունության ձայներ փոքրամասնությունների կանայք հանուն խաղաղության եւ ներառականության երկարաժամկետ նախագիծը։ Սա աշխատանք է ուղղված եզդիաբնակ համայնքներում երիտասարդների եւ կանանց դերի հզորացմանը։ Ծրագրի առանցքում երիտասարդական ակումբների ստեղծումն է, որոնք դառնում են փոփոխությունների կենտրոններ հենց դպրոցների ներսում։ Կրթությունը օգնում է պահել աղջիկների դպրոցում 2024 թվականի նախաձեռնությունը օրենսդրական փոփոխություն առանց բացառության 18 տարեկան սահմանը։ Իրականացնում ենք մի ծրագիր, որը կապված է ազգային փոքրամասնությունների եւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ամենամեծ խմբի եզդիական համայնքի հետ եւ կապված է հատկապես կանանց եւ աղջիկների առաջնորդության զարգացման հետ։ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում ծրագիրն արդեն տվել է առաջին տեսանելի արդյունքները։ Դպրոցում ձևավորված երիտասարդական ակումբը տեղի համակարգող ուսուցչուհու աջակցությամբ ինքնուրույն նախաձեռնել է իրազեկման միջոցառում նվիրված վաղ ամուսնությունների կանխարգելմանը։ Սա մի հնարավորություն է երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց մեջ բացահայտեն թիմային եւ առաջնորդական ներուժը եւ այսօրվա երեխաների կողմից սեփական նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառումը, որը իրենից ենթադրում էր համայնքային իրազեկման նախաձեռնություն, մենք շատ կարևոր քայլ ենք համարում ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին, քանի որ սա թույլ է տալիս, որ երեխաները հանդես գան ոչ թե լինեն ոչ միայն քննարկումների մասնակից, այլ նաև սեփական համայնքային փոփոխությունների նախաձեռնողներ, հանուն, ելի եմ նշում, խաղաղ, ներառական եւ հավասար հնարավորություններով հասարակության։ Ինֆորմացիան մատուցելու համար աշակերտներն ընտրել էին ամենաազդեցիկ ճանապարհը՝ թատերական ներկայացումը։ Պատմությունը դպրոցահասակ աղջկա մասին է, ով ընտրում է կրթությունը, հաղթահարելով կարծրատիպերը։ Այս բեմադրությունը յուրօրինակ երկխոսություն էր աշակերտի եւ ծնողի միջև։ Այս ակումբի անդամ լինելը ինձ տվեց վստահություն եւ ինքնարտահայտման ազատություն։ Ուզում եմ, որ այս ակումբը եւս շարունակվի, որովհետեւ շատ հետաքրքիր է անցնում։ Մենք ինքներս իրար բացահայտում ենք, ավելի հետաքրքիր իրար հետ ընկերանում ենք, ինչ դասերը, ինչ ակումբը, դա մեծ տարբերություն է։ Իմ ամենակարևոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուր աղջիկ իրավունք ունի իր ձայնը լսելի դարձնելու եւ որոշումներ կայացնելու իր կյանքի վերաբերյալ եւ ուզում եմ ասել, որ չվախենան եւ ամենակարևորը հավատալ իրենց ուժերին եւ կարողանան հասնել իրենց նպատակներին, շուտ չամուսնանան, սովորեն, կրթվեն, հետո արդեն կամուսնանան։ Կարծես թե խնդիրներ չունեցանք, մի փոքր երեխաների հետ զրույց անցկացնելով, իրողությունը բացատրելով, ինչի համար է միտված այս մեր ակումբի ստեղծումը, երեխաները ոգևորված կարողացան միանալ ակումբին, աշխատել ենք երեխաների հետ, ես իրենց նյութեր ասել եմ, փնտրեք, դուք կտեք, վիճակագրական տվյալներ նայեք երեխեք, որտեղ մեզ նաև տրամադրել էին այլ նյութեր, աշակերտների հետ միասին այս սլայդի ամբողջ աշխատանքները երեխաներն են իրականացրել։ Պրոցը տրամադրել է այն անհրաժեշտ իրերը, գույքը, այն ամենը, որը պետք էր, որ նման ակումբը ստեղծվեր եւ իրագործվեր, այսինքն իրականանալի լիներ։ Մենք բազմաթիվ եզդի աշակերտներ ունեցել ենք, որոնք փայլուն սովորել են, բայց վաղ ամուսնության պատճառով իրենք չեն շարունակել իրենց ուսումը։ Ոչինչ կարծում եմ չի արվել զուտ իրազեկված չլինելու պատճառով։
Ծրագրի հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Ռիաթազա համայնքն էր։ Այստեղ ևս դպրոցի տնօրենության հետ սերտ համագործակցությունը թույլ է տվել ստեղծել կայուն հարթակ երիտասարդների համար։ Ռիաթազայում աշակերտները հանդես եկան ուղիղ կոչերով, շեշտադրելով լիարժեք մանկություն ունենալու և սեփական ապագան տնօրինելու իրավունքը։ Ակումբի շնորհիվ ես ձեռք բերեցի վերլուծական մտածողություն, սկսեցի խնդիրներին նայել տարբեր տեսանկյուններից եւ գտնել լուծումները, այլ ոչ թե պարզապես տեսնել դժվարությունները։ Ես ուզում եմ տեղ հասցնել, որ յուրաքանչյուր կին պետք է ունենա հնարավորություններ սովորելու, աշխատելու եւ որոշումներ կայացնելու համար։ Իմ ուղերձն է, որ յուրաքանչյուր կին պետք է ունենա կրթվելու հնարավորություն եւ կրթությունը ուժ է տալիս եւ օգնում է ավելի լավ ապագա կառուցել։ Մասնակցում եմ արդեն տևական ժամանակ է երիտասարդական ակումբին։ Մեր ակումբը իրեն անուն ունի ընտրված, մենք ներկայացնում ենք Քոմ պատանեկական ակումբը, հատուկ ընտրվեց մեր ակումբի անունը, նշանակում է միասնություն։ Իմ կարծիքով այս նախաձեռնությունը դեր կունենա միանշանակ նամանավանդ աղջիկների շրջանում, նրանք կլինեն ավելի իրազեկված, կիմանան, որ հնարավորություն, իրավունք ունեն կրթության։ Շատ գոհ եմ ես համագործակցությունից մեր դպրոցի եւ ձեր կազմակերպության, որովհետեւ բավականին դրական բաներ նկատում եմ, տեսնում եմ հենց այս համարձակությունը, որ բեմի վրա աղջիկներն ու տղաները հավասար կանգնում են, բեմի վրա ելույթ են ունենում, կոչով դիմում են նաեւ իրենց ծնողներին, դեմ են վաղ ամուսնությանը, սրանք արդեն մեծ քայլեր են, հրաշալի եւ ողջունելի են։ Իհարկե դրական տեղաշարժ շատ կար։ Ես մտածում եմ հենց դպրոցում, ինչու՞ չէ նաև մանկապարտեզից պետք է սկսվի, դեռ վաղ մանկությունից պետք է երեխան իրազեկված լինի, իմանա իր իրավունքների մասին, զուգահեռ պարտադիր նաև պարտականությունների մասին, սրանք շատ կարևոր կոմպոնենտներ են, որ երեխաները պետք է տիրապետեն եւ հենց այո, պիտի սկսվի դպրոցից, քանի որ դպրոցում դեռ իրենք ճկուն են, դեռ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ինչ-որ բան տալ, ինչ-որ բան վերցնել, ավելի հեշտ է կառավարվում երեխան դպրոցում, քան ավելի հասուն կայացած տարիքում։ Դրա համար կարծում եմ շատ կարևոր է, որ նմանատիպ միջոցառումները, նմանատիպ կազմակերպությունները հենց սկսեն իրենց գործունեությունը դպրոցական տարիքից։ Կրթված աղջիկը հզոր համայնքի երաշխիք, սա է այն գլխավոր ուղերձը, որը Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը փոխանցում է այս նախագծի միջոցով, լսելի դարձնելով նրանց ձայնը, ովքեր վաղը կերտելու են մեր հասարակության ներառական ապագան։ Ձեզ նվագույն եմ մաղթում, հատկապես իմ ազգակից աղջիկների, մի վախեցեք պայքարել, որովհետև ձեր աչքի առաջ շատ օրինակներ կտեսնեք, որ այդպես դուխով այդպես քաջություն են ունեցել առաջ գնալու, ծնողին անպայման ասեք ձեր կարծիքը եւ կարծում եմ ժամանակակից ծնողները մի քիչ ավելի այլ մոտեցումներ ունեն, երբ անպայման ձեր կարծիքը կլսեն։ Մեր հետագա քայլերով մենք նախատեսում ենք վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ծրագրի շահառու դպրոցների ուսուցիչների համար, որպեսզի նրանք իրենց ստացած գիտելիքները եւ հմտությունները հետագայում կարողանան նաեւ փոխանցել բարձր դասարանի աշակերտներին։ Ներառական մասնակցություն եւ առաջնորդություն թեմաներով դասընթացների մեկնարկը կտրվի հենց այս դպրոցներում, որտեղ բացվել են արդեն երիտասարդական ակումբները եւ իհարկե դրանք այդ դասընթացները կանցկացվեն ակումբի մասնակիցների շրջանակներում, հետագայում արդեն կփորձենք այս համակարգը ներդնել նաև այլ դպրոցներում։ Ցանկանում եմ ընդգծել նաև, որ հասարակության լիարժեք անդամ դառնալու, հասարակությանը ինտեգրվելու կրթությունը շատ է նպաստում եւ յուրաքանչյուրը իր ձայնը բարձրացնելու համար իր ընտրությունը, իր հնարավորությունների ուղին ավելի ընդլայնելու համար պետք է կարևորի կրթությունը եւ իհարկե ընտանիքի անդամների աջակցությունը այս հարցում շատ ավելի կարևոր է։